Ապրիլի 23-ն է եւ արդեն ավանդույթի ուժով ճիշտ կեսգիշերին ի հիշատակ հայոց ցեղասպանության սրբադասված նահատակների կհնչի համաշխարհային երաժշտ արվեստի մեծագույն գլուխգործոցը։ Ցեղասպանության 1.5 միլիոն նահատակների համար մեծագույն ռեկվիեմների շարքից ամեն տարի մեկ հանճարեղ աղոթք հնչեցնելու պատասխանատվությունը միաժամանակ նաեւ մեծ պատիվ են համարում նախաձեռնության հեղինակները։ Այս տարի Վերդիի աստվածային ռեկվիեմը կհնչի Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի, Հովհաննես Չեքիջյանի անվան Հայաստանի ազգային ակադեմիական երգչախմբի եւ օպերային բեմերի 4 հրաշալի ձայների՝ սոպրանո Հրաչուհի Բասենցի, մեծոսոպրանո Ալինա Չերտաշի, տենոր Ալեքսեյ Դոլգովի եւ բաս Վազգեն Գազարյանի մեկնաբանությամբ։ Մայստրո Թոփչյանը փաստում է, չափազանց կարևոր է նման կատարյալ գործով սկսել ապրիլի 24-ը։ Վերդիի ռեկվիեմը իտալացի ժողովրդի եւ այնուհետեւ մարդկության դոկումենտ է, անձնագիր։ Այդպիսի իտալացիների համար իսկապես սա անձնագիր է, որ իրենց հայրենակիցը այսպիսի ստեղծագործություն է ստեղծել, սա գերհանճարեղ ասել քիչ է։ Ուղղակի ես ամեն անգամ կատարելուց մի բանից եմ միշտ մտածում եմ, որ ինքը չափազանց թատերական եւ օպերային չդառնա եւ ավելի հոգեվոր գույն պարունակի իր մեջ։ Աշխատելով ռեկվիեմի վրա Վերդին գնացել է ընդունված եկեղեցական կանոնին հակառակ եւ պատարագային տեքստի ազատ մշակումներով առավել ընդգծել այս մոնումենտալ գործում խտացած դրամատիզմը, ցավը, սերն ու հույսը։ Հրաչուհի Բասենցը իր կատարումը կրկնակի պատասխանատվություն է համարում ոչ միայն նահատակների հիշատակի առջև, այլև Վերդիի անվան հանդեպ։ Ինձ համար որպես Վերդիի մրցանակակիր կրկնակի մեծ պատիվ է եւ առաքելություն եւ պատասխանատվություն ամեն անգամ պատշաճ կերպով ներկայանալ եւ իհարկե Հայաստանում ներկայանալն է ինձ համար մեծ պատասխանատվություն եւ պատիվ եւ մայստրոյի հետ առհասարակ։ Վերդիի ռեկվիեմը, որ միահյուսում է օպերային ավանդույթները, փառահեղ սիմֆոնիկ եւ խմբերգային հատվածները, որոնք համադրվում են վիրտուոզ վոկալ հատվածների հետ, վարպետության քննություն է ցանկացած մենակատարի համար։ Յուրաքանչյուր երգիչի համար դա երազանք է երգել Վերդի ռեկվիեմ, որովհետեւ այնտեղ օգտագործում ես քո ձայնի, քո փիլիսոփայության, քո երաժշտության ամբողջ պոտենցիալը։ Մեծ պատիվ է, որ Մայստրո Թոփչյանը ինձ ընտրեց այս կատարման համար։ Նվագախմբի, երգչախմբի, մենակատարների ստեղծած կատարյալ բազմաձայնության մեջ վերստին առանձնանում են Վերդիի երաժշտության ամենադրամատիկ պահերը՝ ցասման օրից մինչև ռեկվիեմի վերջին հատվածը, որը հնչում է որպես մարդկային հոգու օրհներգ եւ այսօր առանձնահատուկ ուղերձ ունի մարդկությանը, այլևս երբեք չհանդուրժել ցեղասպանության հանցանքը։ Նունե Ալեքսանյան, Արտակ Գևորգյան, լուրեր։